Մասիսի փոխարեն Զանգիբասար, Վեդիի փոխարեն Վեդիբասար, Վարդենիսը Բասարգեչար, Սյունիքը Զանգեզուր, Երևանի փոխարեն էլ Էրիվան։ Քարտեզ, որն ամբողջությամբ արտահայտում է Բաքվի տարածքային նկրտումները, նախ գոյություն չունեցող տերմին են ստեղծում, անունը դնում Արևմտյան Ադրբեջան, հետո սկսում խտացնել այս հորինված պատմության գույները, խորհրդարանում համայնք ստեղծում, որը բարձրացնում է այդտեղից տեղահանված ադրբեջանցիների խնդիրները, Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում բացում են Արևմտյան Ադրբեջանի հետազոտությունների կենտրոն ու սկսում ցուցակագրել վերադարձի իրավունք ունեցողների անունները։ Ադրբեջանը սկսեց ցուցակագրել մարդկանց, սկզբից դա մոտ 100-120 հազար էր, հետո 150, հետո 200, արդեն ցուցակը հասել է 300 հազար մարդու, ովքեր են այդ մասից ոչ կարող ենք վերահսկել, ոչ կարող ենք իմանալ, արդյոք իրենք ԽՍՀՄ Հայաստանի տարածքում բնակված մարդիկ են կամ նրանց ժառանգներ են, թե առհասարակ հայերի հանդեպ ագրեսիվ տրամադրված ինչ-որ դիվերսիոն նպատակով այդտեղ ուղարկվելու պատրաստվող մարդիկ են, մենք դրա որևէ ստուգելու հնարավորություն, իհարկե վերահսկելու հնարավորություն չունենք։ Ադրբեջանը հորինում ու զրոյից գրում է սեփական պատմությունը, իսկ զուգահեռ իրականությունում պաշտոնական Երևանը ջնջում եւ վերաշարադրում է հայ ժողովրդի իրական պատմությունը։ Պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց եւ նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Իսկ Ադրբեջանի հորինած պատմական ու քաղաքական աբսուրդին պատասխանում է քարտեզագետը, քարտեզներով, այդ թվում միջազգային, հստակ ցույց է տալիս Հայաստանի հազարամյակների պատմությունը։ Խնդիրը հրատապ է այսօր։ Այսօր մենք խոսում ենք սահմանազատում սահմանագծումից, խաղաղության պայմանագրից, ամենը կապված են թե մեր սահմանները որտեղ են։ Մենք որտեղ ենք, ինչ ենք եւ որն է մերը, որը մերը չի։ Դրա համար ես ոչ թե սկսում եմ վերջի տարիներից, այլ վերադառնում եմ մեր թվարկությունից 600 տարի առաջ, որ աշխարհի հնագույն աշխարհացույց քարտեզը գոյություն ունի, որը 600 տարի մեր թվարկությունից առաջ է պատրաստվել, դա գտնվում է բրիտանական թանգարանում, այդ քարտեզի վրա 3 երկիր կա՝ Ասորեստան, Բաբելոն եւ Հայաստան։ Այդ երկուսը գոյություն չունեն, Հայաստանը կա այսօր։ Մինչ պատմական ու իրական Հայաստանի արանքում հայտնված գործող իշխանությունը փորձում է քանդել իր ստեղծած քաղաքական կծիկը, Բաքուն քարոզչական ամբողջ արսենալը գործի է դրել հորինված գաղափարը ներարկելով սեփական հասարակության մեջ, հասցնելով հարևան երկրներ ու ի վերջո միջազգային հանրությանը։ Այսօր արդեն Ալիևը հայտարարում է, Արևմտյան Ադրբեջանի հարցն արդեն ներառված է միջազգային օրակարգում։ Հայաստանը ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանում հազարամյակներ շարունակ բնակվող ադրբեջանցիների հարուստ մշակութային ժառանգությունը, ներառյալ հնագույն բնակավայրերը, մզկիթները, սրբավայրերն ու գերեզմանատները։ Այս ավերիչ գործողությունները նպատակ ունեն ջնջել ադրբեջանցի ժողովրդի հետքն այս տարածքում եւ վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը։ 2020 թվականի հայրենական պատերազմում փառավոր հաղթանակը, 2023 թվականին մեր ինքնիշխանության լիակատար վերականգնումը, ներկայումս իրականացվող Ղարաբաղի եւ Արևելյան Զանգեզուրի վերականգնումը, նախկին հարկադիր տեղահանվածների վերադարձ իրենց տները ոգեշնչել են նաեւ արևմտյան ադրբեջանցիներին, հնարավորություն տալով նրանց գործել ավելի կազմակերպված։ Արևմտյան Ադրբեջանի հարցն արդեն ներառվել է միջազգային օրակարգում։ Սա անվերջ զիջման ու գլխիկոր քաղաքականության հայելային արձագանքն է, կարծում է պատգամավորը։ Զիջողից վերցնում են ամեն ինչ, իսկ փոխարենը տալիս ոչինչ։ Այն, որ գնալով ցինիկացել կամ լկեացել է Ադրբեջանի քաղաքական հայտարարությունը կոնկրետ Ալիևի դեմքով, ինչ որ իմաստով տրամաբանական է, որտեղ կա դիմացը Հայաստանի պարտված ազգային շահեր ուրացած քաղաքական խմբակը, որը բացարձակապես չի գիտակցում, թե Հայաստանը ինչ սպառնալիքի առջև է հանգեցրել։ Երբ սեփական իրավունքդ ինքդ չես պաշտպանում, պետք չէ ակնկալել, որ որևէ ղեկավար կամ կառույց Հռոմի պապից ավելի կաթոլիկ կլինի ու կպաշտպանի քո շահերը։ Լիլիթ Գալստյանի խոսքով, երբ միջազգային հանրությունը չի տեսնում դիմադրություն, ինքն էլ չի դիմադրում։ Միջազգային նորմերը, միջազգային, չգիտեմ, իրավունքը, կոնվենցիաները մի կողմ են նետված, եթե Հայաստանի իշխանության Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի հետաքրքրում, որը ֆրանսիացի, անգլիացի, ռուս կամ ամերիկացի չի գացի, դասի դուք 3000-ամյա հայրենիքը զիջեցի, հիմա չի գա իմ տեղը, հասկանում եք, որևէ մեկը չի գա Հայաստանի համար Հայաստանի իրավունքները պաշտպանում։
ըստ Բաքվի կազմացուցակի մոտ 300,000 ադրբեջանցի պետք է իրենց խոսքով վերաբնակեցնի այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի տարածքում, սևով սպիտակի վրա գրելով բոլոր այն պահանջները, որը պետք է բավարարի Հայաստանը։ Այդ մարդկանց անվտանգությունը եւ իրավունքները պետք է պաշտպանված լինեն այլ պետությունների զինված ներկայությամբ։ Այսինքն հատուկ ինչ որ շրջաններ են իրենք ակնկալում, հա, որ բնակեցման վայրեր կլինեն, շատ կենտրոնացած են օրինակ Սյունիքի շրջանում բնակեցվելու թեմայի վրա, որպեսզի իրենց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը լինի ադրբեջանաբնակ։ Դա երկարաժամկետ պլաներ են Ադրբեջանի կողմից, որոնք իրենք մեծ հաշվով չեն թաքցնում։ Հարցնելն է, որ դա կանգնեցնելու համար ինչ գործողություններ անում հայկական կողմը, ես ես վստահեցնում եմ, որ ոչ մի, որովհետև մենք հստակ դիրքորոշում չունենք։ Զիջում, պահանջ, նոր զիջում։ Շղթա, որը կկանգնեցնեն ոչ թե միջազգային հանրությունը, գերտերությունները, խաղաղության համաձայնագիրը կամ հենց ինքը Ադրբեջանը, այլ Հայաստանը, ատամ ցույց տալով։ Այլապես առանց այդ էլ խաղաղության խաչմերուկում մենակ կանգնած Հայաստանը կդառնա ընդամենը տրանսպորտային հանգույց, ձեռքին էլ շագրենի կաշի դարձած պետության քարտեզով։ Գառնի Մութաֆյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։